Երբ շնորհք գտնես մոտ գտնվելու նրա գահին, եւ թագավորն ասի քեզ խնդրիր, եւ ես կտամ քեզ քո ուզածը, թող քո աղերսակներն այդ ժամ միայն քո անձի համար չլինեն, այլ շատերի օգնության համար։ Ամեն։ Սիրելիներս, գիտեք, մի օրինակ եմ ուզում բերել։ Երբևէ պատին մեղ մխած կա։ Իսկ եղել է, որ մեղի խփելու տեղը մատիտ խփես։ Ինչ ա եղել, ինչ ես անմեջամջում, փչում ես, սենց շարժում ես, անում ես, կարծես ամբողջ մարմինը ծառայում է, որ այդ մատիտ լավ դինի, չէ։ Մենք Քրիստոսի մարմին ենք, եւ երբ որ եկեղեցու մարմնի անդամներից մեկը տառապում է, ամբողջ մարմինը իր ողջ ներուժը իր ջանքը դնում է, որ այդ ցավացող մարմնի անդամի համար լավ լինի։ Ամեն, եկեք երկենք ու ասենք եկ Հիսուս, քո սիրով թագավորի, որովհետև իրականում առանց սիրո հնարավոր չէ որ մենք այդպես ապրենք։ Թող Աստծո սերը գա եւ թագավորի մեր մեջ։ Հարկ ես Հիսուս, շնորհակալ ենք քո մարմնական սիրո համար, շնորհակալ ենք մեծ օրինակի համար, որ դու թողել ես մեզ Տեր։ Send it home to His face.
ամեն օր ավելի ու ավելի նմանվենք նրան, մեր Աստծուն։ Պատկերացնում եք Աստծո նմանությունը գրես։ Սրանից ավելի չկարող ես երազել կամ չկարող ես ցանկանալ, չէ՞։ Նա ով չի գրում Աստծո նմանությունը, նա Աստծուն չի ներկայացնում։ Ով Ռաֆայել Գրիգորյանը մի շատ լավ բան ասում։ Այսօրվա մեր քրիստոնեությանը մի բան է պակասում՝ ներկայացնել Քրիստոսին առանց ներկայանալու։ Սիրելիներս, իրականում մենք ոչինչ ենք առանց Քրիստոսի։ Աստծո շնորհներն են, որ մեզ զարդարում են։ Աստծո սերն է, որ մեզ զարդարում է, եւ Աստծո նմանությունը կրելն է, որ մեզանից մենք սկսում ենք ինչ-որ բան գոնե ներկայացնել։ Մենք ոչինչ ենք առանց Հիսուս Քրիստոսի։ Yeah.
Այսօր մի քիչ վատառող չեմ, դե համար ինձ մենակ մի թողեք։ Փառք Տիրոջը։ Մեր Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Եվ այս սպասման մեջ այնքան մխիթարություն կա, այնքան ուրախություն կա։ Երբ որ մեր Տերը վերադառնա, մենք մի բան ունենք նրան տալու։ Դա մեր սրտերն են։ Սրտեր, որոնք այս չար աշխարհում չչարացան ու չդառնացան, այլ ավելի շատ լցվեցին նրա սիրով, ավելի շատ նրանով լցվեցին։ Երբ որ Հիսուսը վերադառնա, եկեք նրան մեր մաքուր սիրտը նվիրենք։ Ամեն։
Չէ, Մարտին Լյութերի օրինակը ձեր եկեղեցու մասին չէր։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Այն փաստը, որ Աստված ուշադրություն է դարձրել իր կործանված արարածին մարդուն եւ նրան կորստյան ավելով սրբելու փոխարեն որոշել է անձամբ դառնալ մարդու փրկիչն ու վճարել նրա փրկագինը, իրոք որ զարմանալի է։ Բայց յուրաքանչյուր հավատացյալի համար փրկագնումը առավել սքանչելի է, երբ այն դառնում է անձնական։ Միայն այս դեպքում է, որ մարդը սուրբ հիացմունք է ապրում, որը մղում է նրան երախտագիտությամբ եւ գոհությամբ փառավորել Աստծուն։ Եվ միայն այս դեպքում է, որ մարդը երկյուղում է մեղաչել այնպիսի սիրո դեմ։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ երգել մի երգ, որը իմ հեղինակային երգերից է, կոչվում է Նայիր Խաչին։ Նայիր Խաչինը իմ ծառայության, այսպես ասած, մեկնարկի երգն է եղել։ Ես այս երգով եմ սկսել իմ կոչման մեջ ծառայել Տիրոջը։ Փառք Հիսուսին այս երգի համար, ու ի դեպ այս տարի լրացավ այս երգի 10 տարի։ Փառք Հիսուսին։ Շնորհակալ եմ քո զորի համար, Տեր։ Շնորհակալ եմ, որ դու եկար այս աշխարհ, որովհետև տեսա, որ մենք կործանվում ենք, Տեր, եւ քո սիրտը ողորմած ես, Տեր։ Դու գտար ու մեզ փրկեցիր, Տեր Աստված, դու չարչարվեցիր մեզ համար։ Շնորհակալ եմ քո թափած արյունի համար, Հիսուս։ Աստված այնպես մեզ սիրեց, որ իր միածին որդուն սողեց, որ շատ սրտով Հիսուսը խաչվեց, և մահից մեզ ազատեց, որ շատ սրտով Եվ մահից մեզ ազատեց, թե մենակ ես ու դրված նայիր խաչին, թե մեջված ես անատոց նայիր խաչին, ադանք խաչին ծոսում է սերը Հիսուսին, երբեք չարագեց, արյունը փրկչի, երբեք չարագեց, արյունը փրկչի, որքան է դժվար լինի քո ուղին, մի հանձնվիր, հետևիր Հիսուսին, թե հավատաս ու հոգնես, անիծյալ երկնքում
Մեզ համար Քրիստոսի սիրո մի պատառը և նրա հետ հաղորդակցության մի կումը ավելի գերադասելի է, քան ամբողջ աշխարհը իր մարմնավոր վայելքներով։ Եթե մեր սրտերը կարողանում են ապրել, բաբախել առանց Աստծո հետ հաղորդակցության, ապա մեր աստվածապաշտությունը շատ խեղճ է և շատ թշվառ։ Նրանով է ամեն բան իմաստավորվում մեր կյանքում։ Ուր էլ որ գնանք, ուր էլ որ լինենք, մենք է Հիսուսի կարիքը ունենք։ Ամեն։ Մենք խոնարհում ենք քո առջևում, մերիք է հզոր Աստված, մեր սքանչելի Տեր, սիրում ենք քեզ, ու մեր սրտերի երկրպագություն ինչպես անշահույր խունկ բարձրանում քեզ Տեր։ Ooh.
Գիտեք, Հիսուսը իր երկրային կյանքի ընթացքում գրված է, որ երբ որ քայլում էր ու տեսնում էր հիվանդներին, գրված է նա գթաց։ Հիսուսը այսօր էլ այստեղ է մեր մեջ, եւ նա տեսնում է մեր բոլոր ցավերը, եւ ֆիզիկական, եւ հոգեվոր։ Եվ նա նույն Աստվածն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եվ նա այսօր կարող է հպվել քեզ, բժշկել եւ քո ֆիզիկական ցավերը, եւ քո հոգեվոր ցավերը։ Եկեք միասին երգենք այս երկու ասենք Հիսուս սիրելիս, հպվիր մեզ։ Եվ միայն մենք հպում, եւ մենք կարող ենք լինել բժշկված, վերականգնված, ազատագրված Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Շանշվի այս օրը, քո բժշկարար զորությունը թող ազատագրվի ամեն մեկիս մարմնի մեջ և հոգու մեջ Տեր։ Դու մեր միակ հույսն ես, դու մեր միակ բժիշկն ես, ամենակարող Աստված։ Հիսուս սիրելիս, հպվիր ոտքերիս, թող ոտքերս
երկենք մի երգ, որը ուղղակի երգ չի ինձ համար։ Սա հավատարմության խոստում է մեր Տիրոջը, որ մենք երբեք նրա սիրուց չենք բաժանի։ Եվ թող որ նրա շնորհքը առատությամբ ավելանա մեր կյանքերում, որ ամուր պահենք մեր հավատքը, որ երբեք չուրանանք նրա անունը։ Ամեն։ Իսուսի սիրուց ես չեմ բաժանվի, թեև հազար ուսունը սպառնի, ներողություն
արժանի է մեր Տերը։ Եվ այս վերջին երգով, քանի որ շատ լեցվեցինք մեր Տեր Հիսուսով, հիմա մեր սրտերը լի են Տիրոջ ներկայությամբ, ուզում եմ մի անգամ էլ երգենք ու հռչակենք երկնքի ու երկրի առաջ, որ Հիսուս ունենք մեր սրտերում։ Ամեն։ Ես ուզում եմ, որ այս երգի ժամանակ քո սրտի ամբողջ ուրախությունը բաց թողնես։ Ամեն։ Խոստանում ես, իրար հետ ենք երգել։ Հալելույա։ Ոչ հիշում եմ աշխարհում